Միասնության թևեր նախաձեռնության սոցիալական ոլորտի տեսլականը կներկայացնի Լուսինե Ղազարյանը։ Նա ավելի քան 24 տարվա փորձառու մանկավարժ է, լեզվաբան, դասախոս։ Մասնագիտացած է նաև հյուրանոցային կառավարման, մարքեթինգի և սոցիալական ձեռներեցության ոլորտներում։ 15 տարի եղել է Հայաստանում Իտալիայի Պատվո հյուպատոսարանում կրթական, մշակութային, սոցիալական նախագծերի ղեկավարը։ Հարգելի Լուսինե Ղազարյան, ելույթի համար հրավիրում ենք ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, առանց սոցիալական արդարության պետությունը վեր է ածվում մեր իշխանության։ Արդարությունը ոչ միայն քաղաքական կամ իրավական կարգախոս է, այլև սոցիալական իրականություն։ Եթե քաղաքացին իրեն չի զգում պաշտպանված և արժևորված իր պետության կողմից, ապա պետությունը կորցնում է իր իմաստը։ Մենք հավատում ենք, որ սոցիալական արդարությունը ազգային համերաշխության հիմքն է։ Այն հանրային դաշինք է, որը կապում է պետությունը և քաղաքացուն։ Պետությունը պաշտպանում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իր հերթին դառնում է պետության հենասյունը։ Մեր հանձնառությունն է սահմանել սոցիալական բևեռվածության զսպման և ազգային եկամտի բաշխման արդար համակարգեր, ապահովել հավասար ելակետային հնարավորություններ յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ բնակության վայրից, սոցիալական դիրքից կամ քաղաքական հայացքներից։ Կառուցել պետություն, որտեղ աղքատությունը չի դառնում ճակատագիր, իսկ արժանապատիվ աշխատանքը դառնում է հասարակական կյանքի նորմ։ Սոցիալական ծրագրերը դարձնել ներդրում ապագայի մեջ, այլ ոչ թե կարճաժամկետ օգնության միջոց։ Սոցիալական արդարությունը մեր հանրային դաշինքն է։ Այն կապում է պետությունը և քաղաքացուն հավերժական ու անքակտելի կապով։ Մարդկային կապիտալը Հայաստանի ամենաթանկ և անփոխարինելի հարստությունն է։ Մեր ժողովրդի իրական ուժը ոչ թե բնական պաշարներում կամ արտաքին ռեսուրսներում է, այլ իր գիտելիքում, ստեղծարար մտքում և առողջության մեջ։ Առանց կրթված քաղաքացու և առողջ հասարակության անհնար է ապահովել ազգային անվտանգություն, տնտեսական մրցունակություն և արժանապատիվ վերածնունդ։ Կրթությունը և առողջապահությունը պետք է դիտվեն ոչ թե որպես սոցիալական ծախս, այլ որպես ռազմավարական ներդրում Հայաստանի ապագայի ապահովման համար։ Մեր հանձնառությունն է ստեղծել ժամանակակից կրթական համակարգ, որը դաստիարակում է ազատ մտածող, հայրենասեր և մասնագիտական որակավորումով մրցունակ քաղաքացու։ Կրկնապատկել կրթության ֆինանսավորումը, ներդնել ուսուցիչների պատրաստման և վարձատրության արդիական համակարգ։ Ուսուցիչը դառնալու է մեր ազգային վերածննդի առաջին հերոսը։ Ապահովել բարձրագույն կրթության հասանելիություն, խթանելով ուսանողական վարկային և կրթաթոշակային համակարգերը։ Սփյուռքի մեր հայրենակից գիտնականների և մասնագետների ներգրավմամբ Հայաստանը պետք է դառնա գիտության և նորարարության համահայկական կենտրոն։ Ներդնել արդյունավետ և մատչելի առողջապահական համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է որակյալ բուժօգնություն։ Ստեղծել հանրային առողջության կանխարգելիչ ծրագրեր, ներառյալ համատարած անվճար պրոֆիլակտիկ ստուգումներ, առողջ ապրելակերպի խթանում և հիվանդությունների վաղ ախտորոշման համակարգեր։ Կրթված և առողջ հասարակությունը ուժեղ պետության անկյունաքարն է։ Եթե մենք ունենք ուժեղ դպրոց և առողջ քաղաքացիներ, մենք ունենք նաև հավիտենական պետություն։ Տնտեսական նոր քաղաքականության իրագործման համար անկյունաքարային նշանակություն ունի հանրային զբաղվածության բնական մակարդակին ձգտելու կարողությունների ձևավորումը։ Սրա իրականացման ամենաարդյունավետ միջոցը աշխատաշուկայի զարգացման նոր ու արդիական մոդելի ներդրումն է։ Այս բնագավառում մեր հանձնառությունը հետևյալն է. ամրապնդել երիտասարդների կրթության կապը աշխատաշուկայի հետ սկսած ավագ դպրոցից։ Միջին մասնագիտական կրթողակում և բուհում հնարավորություն ընձեռել մասնավոր ընկերություններին կրթելու և աշխատանք առաջարկելու երիտասարդներին, հատկապես կանանց, աջակցել կանանց, որպեսզի նրանք մայրության արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալու մոտիվացիա ունենան, առաջարկելով երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն, ինչպես նաև երեխայի խնամքի երաշխիքներ։ Խրախուսել գործատուներին ապահովելու տարեցների զբաղվածությունն ու ինքնազբաղվածությունը։ Հանրային մասնավոր համագործակցությամբ ստեղծել բիզնես ինկուբատորներ մարզերում, տեղի խոցելի և անապահով,
այդ թվում Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների համար վերապատրաստումներ կազմակերպելու և միկրոբիզնեսով զբաղվելու հնարավորություն ընձեռելու նպատակով։ Համահայկական համատարած զբաղվածությունը հանրային համերաշխության գրավականն է, գործազրկության հաղթահարման միակ ու իրական բաղադրատոմսը։ Հայաստանի ապագան որոշվում է մեր ընտանիքներում։ Ժողովրդագրական ճգնաժամը Հայաստանի համար ոչ միայն սոցիալական, այլև ազգային անվտանգության խնդիր է։ Հայաստանի ապագան հիմնված է ամուր ընտանիքների, կյանքի ընթացքում շարունակական կրթության, աշխատանքի հնարավորության և արդար ու հոգատար սոցիալական համակարգի վրա։ Մեր հանձնառությունն է խթանել ծնելիությունը, շեշտակի ավելացնել պետական աջակցությունը երկրորդ և երրորդ երեխաների համար։ Յուրաքանչյուր նոր կյանք պիտի լինի ոչ միայն ընտանիքի ուրախություն, այլ պետության աջակցված ընտրություն։ Զարգացնել պետական մանկապարտեզների և նախակրթարանների ցանցը, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունենա համատեղելու աշխատանքն ու ծնողավարությունը։ Ստեղծել պայմաններ կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածության համար հասարակական և տնտեսական կյանքում։ Ընտանիքը չի կարող լինել կնոջ միայնակ պատասխանատվությունը, այն համատեղ առաքելություն է։ Ապահովել երիտասարդ ընտանիքների պետական աջակցություն, ներառյալ մատչելի հիպոթեկային ծրագրեր և առողջապահական ծառայությունների հասանելիություն։ Խրախուսել հայրենադարձությունն ու ներգաղթը, ապահովելով որակյալ կյանք, կրթություն և կարիերայի հնարավորություն Հայաստանում։ Հայրենիքը պետք է դառնա ոչ թե հեռացող, այլ վերադարձող ընտանիքների կենտրոն։ Ուժեղ ընտանիք, ուժեղ Հայաստան։ Ազգային վերածնունդը սկսվում է ընտանիքից։ Առողջ ընտանիքը ապահովում է առողջ հասարակություն, իսկ առողջ հասարակությունը ուժեղ պետություն։ Սա է մեր առաքելությունը։ Մենք դա անել կարող ենք, ուրեմն պետք է անենք։